Ես այնքան ուրախ եմ, որ կրկին ու կրկին գտնվում եմ այստեղ։ Գիտեք ինչ, երբ որ ներքևում եմ մի բան զգացի, կամ մեծ կենտրոնական բեմից խոսքը խոսալով, կամ այստեղ տարբերություն չկա, նույն զգացմունքն է, նույն սրտի թրթռունը, նույն մարդիկ, որովհետև մարդկանց մեջ տարբերություն չկա, բոլորս էլ Աստծո զավակներ ենք։ Ես այնքան ուրախ եմ ձեզ, որ տեսնում եմ, թեկուզ նստած շրջվեք ձեր կողքիններին եւ ասեք. մեր հույսը Հիսուսն է։ Գիտեք ինչ, 2 ամիս առաջ Սարո եղբայրը զանգահարեց ու ասեց. ուզում ենք որ ծառայես այստեղ։ Դրա հաջորդ օրը ես ինքնաթիռի տոմս էի առել, ես պատրաստ էի նույնիսկ հետ տալու այդ ինքնաթիռի տոմսը դեպի Երևան, որովհետև ես չէի կարող հովին ասել ոչ, բայց հետո խոսք ուղարկեցի, ասի հովիվ ջան կլինի, որ ասեց այո կլինի։ Երբ որ վերադառնաս, անպայման կգաս այստեղ ծառայելու։ Եվ 10 օր առաջ են կնոջս հետ վերադարձել Հայաստանից, այնտեղ շատ տաք է, ջերմությունով բերել ենք այդ ջերմությունը փոխանցում ենք ձեզ։ Ուրախ եմ այսօր խոսքով կիսվելու, խոսքը վերնագրել եմ այսպես. մի փորձ ինձ փոխել։ Մինչ այստեղ գալս 2 ամիս առաջ 2 խոսք էի արդեն պատրաստել, չգիտեի որը ընտրեի, բայց հետաքրքիրն է նա, որ Հայաստանում մի ճանապարհ անցանք ես եւ կինս, եւ այդ ճանապարհը ընդամենը երևի կես ժամվա մեջ ես խոսքը գրեցի։ Ինչի, որովհետև այդ ճանապարհը բերեց նրան, որ ես պետքա կիսվեի այդ խոսքով ձեզ հետ։ Խոսքը այսօրվա առօրյայի մասին է։ Բոլորս էլ այդ ընթացքով անցնում ենք, այդ ճանապարհով անցնում ենք, բոլորս էլ շփվում ենք։ Ես կկիսվեմ, դուք կհասկանաք, թե ինչի մասն է խոսքը։ Մի փորձի ինձ փոխել։ Մի ընկեր ունեմ, ինձանից էլ տարիքով մի քիչ մեծ է, կարիքներ չունի, կայացած անձնավորություն է։ Մենք մի օր նստած էինք, ասեցի, բեր փորձենք կամքի ուժ ձևակերպենք մեր մեջ ու փորձենք նիհարենք։ Ասեց, հա ինչի՞ չէ, ես պատրաստ եմ։ Ես 95 կիլոգրամ, ինքը 105 կիլոգրամ աշխարհիկ անձնավորություն է։ Գիտեք ինչ սկսվեց մեր աշխատանքը, ամեն օր գալիս ենք, մեկս մյուսի հետ կիսվում ենք, ինչա, ոնց է, ինչպես ենք սնվում, 6-ից հետո հաշ չենք ուտում եւ այլն եւ այլն։ 105-ից ինքը հիմա 86 կիլոգրամ է։ Կամքի ուժ։ Ես էլ 95-ից դարել եմ 89։ Մի քիչ խնդիրներ Երևան գնալ գալ եւ այլն չկարողացա պահեմ, բայց դե փառք Աստծո, էլի ընթացքա գնում ենք։ Գիտեք ինչ, ես փորձեցի իր հետ Աստծո խոսք խոսալ։ Խոսացի։ Ինքը լսեց։ Դե արդեն գիտեք ոնց մեր կողմից դա նա է, որ մենք սերմ ենք ցանում։ Ջերողն Աստված է, աճացնող Աստված է։ Մենք ես սերմը ցանեցի, բայց մի առաջարկություն ունեի, ասեցի, ընկերս, ասեցի, եթե կարելի է քեզ մի բան էլ խանգարում, փորձի ծխելն էլ թողես։ Գիտեք ինչ ասեց ինձ, ասեց, բայց իմ դուրը գալիս է, ես չեմ ուզում։ Ասի ես հասկանում եմ քեզ, բայց քո առողջական վիճակը դու մի մոռացի, որ արդեն 65-ից էլ ես արդեն անցել։ Չէ, ասեց իմ դուրս գալիս է, ես դրան չեմ թողնի։ Ես փորձեցի, բայց նա կանգնացրեց ինձ, ասեց դա հրապուրում է ինձ։ Ես դրա մեջ ինձ լավ եմ զգում։ Եթե մենք հոգևորով ասենք, այդ մեղքի մեջ ինքը իրան լավ է զգում։ Դուք փորձում եք ինչ-որ մեկին փոխել ու մտածում եք, որ այո, դուք լավ առաջարկ եք անում, իհարկե բնականում լավ առաջարկ եք անում։ Ծխելը ոչ մեկին էլ դեպի լավ բանի չի տարել, բայց ինքը ասեց ոչ կանգնիր։ Մեղքը մեր կյանքում իրան գեղեցիկ ձևով է ներկայացնում, որ գայթակղություն է բերում,
ամեն ինչում։ Եթե նայենք թեկույս սոցցանցերում, մի հատ կնոպ կա, էլի սխմեցիր, ասում ես, դե սպասի լավ մարդ չի տեսնելու, ես կնայեմ, ես կողմեն կողմ, ես ոչ մեկ չի տեսնում, բայց լավ հիշեք, որ ամեն ինչում Աստված է տեսնում, եւ մենք Աստծո առաջ ենք վաղը պատասխան տալու։ Մի անձնավորության հետ էի շփվում Երևանում, նա ինձ մի բան ասեց, մի քիչ անախորություն եղավ մեր մեջ, նա շուտ եկավ ինձ մի բան ասեց, հենց այստեղ էլ ծնվեց խոսքը, մի փորձիր ինձ փոխել։ Ես նրան ոչ Աստվածաշունչ էի քարոզել, ես նրան ոչ Հիսուսի մասին էի պատմել, երևի վերջի 10 տարում իմ հարևանն էր։ Ես ընդհանրապես ոչ մի բան Հիսուսից կամ Աստվածաշնչից կամ քրիստոնեությունից ոչ մի բան չէի ասել։ Երբ որ նա մոտեցավ, խոսացինք, ինքը ասեց՝ մի փորձի ինձ փոխել։ Ես սկզբում չհասկացա։ Հետո որ մենք վերադարձանք կնոջ սետ տուն, կինս ասեց՝ դու հասկանում ես, թե ինչ է կատարվում։ Մարդը տեսնելով քո ապրելու կյանքը, նա գիտենալով, որ դու քրիստոնյա ես, իսկական քրիստոնյա, նա իմանալով, որ դու հավատացյալ ես, իմանալով, որ դու Հիսուսի զավակն ես, լավ հիշեք, դա կարևոր բան է մեր կյանքում։ Դրա համար ասեց՝ մի փորձ ինձ փոխես։ Ես ուզում եմ մենք Աստվածաշնչյան մի քանի տեղեր կարդալով տեսնենք, թե այդ փոփոխությունը ինչպես է լինում կամ ինչպես չի լինում Հիսուսի ժամանակներում։ Սկզբում բերեք կարդանք Թագավորաց 4-րդ Թագավորաց 5-ից 10-ից 15, բայց մինչ կարդալը բերեք ես մի փոքր պատմություն պատմեմ։ Հիշում եք Ասորաց թագավորության մեջ մի անձնավորություն կար, թագավորի պալատականներից մեկը հարուստ Նեեմյան, նա բորոտ էր, հիվանդ էր։ Եվ ահա մի աղջիկ, որը ծառաներից մեկը ասեց, Իսրայելում, Հրեաստանում կա մի անձնավորություն, որը մարգարե, որը բժշկություն է անում, դիմիր, որովհետև բորոտությունը դա այնպիսի մի հիվանդություն էր, որ մարդը անմիջապես թե արտաքին, թե ներքին ամբողջությամբ այդ հիվանդությունը կլանում էր նրան եւ ուտում էր ամբողջությամբ։ Պատկերացնում եք, դա շատ ծանր հիվանդություն է, ես դա ուսումնասիրել եմ։ Եվ մարդը հալվում էր։ Եվ այդ հիվանդության համար նա չգիտեր ամբողջ ինչքը ծախսել էր, ունեցվածքը շատ բաներ էր ծախսել, որ բժիշկներին դիմեր, բայց ոչ մի բան չէր ստացվում, բժշկություն չկար, եւ ահա այդ աղջիկը ասաց Հրեաստանում կա մի մարգարե, որին եթե դու դիմես, այդ մարգարեն կարող է քեզ բժշկել։ Այսինքն ոչ թե մարգարեն, այլ մարգարեի Աստված, մարգարեի միջոցով։ Նա կարող է քո համար աղոթք անել եւ քո կյանքում ինչ որ փոփոխություն կարող է լինել։ Եվ Նեեմյան իր հարուստ նվերներով եւ ազգականներով եւ իր պալատականների հետ միասին ձիերը նստած եկան ահա Հրեաստան, որպեսզի դիմեն մարգարեին եւ ահա երբ որ եկան, հիմա կկարդանք 10-րդ խոսքից, Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ ասելով գնա եւ 7 անգամ լվացվիր Հորդանայում եւ մարմինդ քեզ մոտ կվերադառնա եւ կմաքրվես, բայց Նեեմյան բարկացավ եւ գնաց ասելով «Ա ես կարծում էի թե անպատճառ ինձ մոտ դուրս կգա եւ կկանգնի ու իր Եհովա Աստծո անունը կկանչե եւ ձեռքը կդնե այն տեղի վրա եւ այն ժամանակ բորոտությունս կբժշկե միթե Դամասկոսի Աբրանա եւ Փարվանա գետերի Իսրայելի բոլոր ջրերից լավը չեն պղտոր կեղտոտ ջուր կեղտոտ պղտոր ջուր ահա մի արիստոկրատ քիթը sense բարձր հարուստ որ sense կողքերից նայում է երևի կաթի մեջ էր լողանում վանն են ընդունում էր չգիտեմ ինչ
ջերմուկի ջրերի մեջ եւ այլն պատկերացնում եք հիմա եկել է ինչ ասեմ այս կեղտոտ ջրի մեջ ես պետքա լողանամ ինքը պետքա գար իմ առաջ ծնկի գար եւ այլն ասեր Աստծո անունով ձեզ ոչ մի բան չի հիշեցնում որ ասենք ինչ որ մեկին ինչ որ ձեր ազգականներից կամ ինչ որ բարեկամներից հարևաններից ընկերներից ինչ որ մեկին գալիս եք ասում եք լսի ես գիտեմ որ քո մոտ անբուժելի հիվանդություն կա ես գիտեմ որ դու հիվանդանոցներից դուրս չես գալիս հեքիմների մոտ ես գնում ինչ որ մեկն էլ քո համար աղոթք է արել երևի չգիտեմ ու գլխիդ էլ մի հատ էլ բամփել է կարող է անցնի ես գիտեմ այդ ամեն ինչը բայց լսի մի ճանապարհ էլ կա արի ես քեզ մի այդ ճանապարհն ասեմ դու քրիստոնյա ես Քրիստոնյա դա Քրիստոսի հետևորդ ես չգիտեմ դու հետևում ես թե ոչ ես հետևում եմ արի գնանք Քրիստոսի անվան տունը որտեղ հավաքվում են մարդիկ որտեղ քո համար աղոթք կանեն կխնդրեն Հիսուսին որ բժշկի քեզ լսել եք այդպիսի բաներ երևի դուք եք այդ ճանապարհն անցել երևի դուք եք այդ մարդկանց հետ միասին եղել եւ ինչ պատասխան եք շատ ժամանակ ստանում լսի ես այդ աղանդավորների մոտ չեմ գնա Ես գիտեմ, այնտեղ հավաքվում են խեղճ ու կրակ մարդիկ։ Այնտեղ աղոթք են անում ժամերով։ Ես գնում եմ, եկեղեցի մոմս վառեցի եկա։ Մտնելն ու դուրս գալը նախմենը 30 վայրկյան է։ Ու Աստուծո էլ տեսա ողջունեցի իրան, մեկը հետ էլ դուրս եկա, որ ասենք Աստուծո վատ չզգա իմ Տերը, բայց ուր մնաց ես որ գնամ այդ եկեղեցի, այդ էլ եկեղեցի կոչվածը։ Հանդիպել ենք, չէ՞։ Բերեք շարունակեմ կարդալը։ Եվ նա ետ դառավ գնաց բարկությամբ, հենց այդ բարկությունն է, որ մեր քույրերն ու եղբայրները դեռևս Չակերտների մեջ չեն գալիս եկեղեցի, չնայած մենք էլ ենք այդ եղել։ Ես էլ եմ շատ ժամանակ բարկացել եմ, մի անգամ եմ կոպտել, 94 թվականին մի անգամ։ Դրանից հետո հասկացա, որ սխալ բան եմ անում, կարող է Աստծո դեմ եմ դուրս գալիս։ Բայց նրա ծառաները մոտեցան եւ խոսեցին նրա հետ եւ ասացին. «Ով հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէր անիլ, ուր մնաց, որ քեզ ասեց, լվացվիր ու կմաքրվես, եւ նա վայր իջավ եւ 7 անգամ թաղվեցավ Հորդանայի մեջ, Աստծո մարդի խոսքի համեմատ, եւ նրա մարմինը ետ դարձավ»։ Եվ բժշկությունը անմիջապես եկավ։ Աստված գործում է տարբեր ձևերով։ Մենք մտածում ենք, որ ձեռնադրություն ոչ, շատերից են վկայություն լսել, երբ որ նրանք քնից արթնացել են եւ տեսել են իրենց բժշկությունը իրանց հետ է, Աստված երազով նրանց հետ խոսացել է։ Ես ձեռնադրությունը գիտեմ, երբ որ ձեռքը դրել են, այո, բժշկությունն եկել, երբ որ փառաբանությունը Աստծո ներկայության մեջ է եղել մարդը, փառաբանությունով նա բժշկություն է ստացել, բայց որտեղ, երբ որ Աստծո տանը, Աստծո ներկայության մեջ, Աստծո հետ Փառք Տիրոջը։ Եվ շարունակությունը եւ դառավ իբրև մի փոքր տղայի մարմին եւ նա մաքրվեցավ եւ նա ետ դառավ իր բոլոր բանակով Աստծո մարդու մոտ եւ եկավ կանգնեց նրա առաջին եւ ասաց. ահա իմացա, որ բոլոր երկրիս վրա Աստված կա, բայց միայն չկա Աստված բոլոր երկրիս վրա, բայց միայն Իսրայելում Եվ հիմա խնդրեմ ծառայից այդ մի ինձ ընդունիր։ Այո, մի անհավատ մարդ եկավ եւ ստացավ իր բժշկությունը։ Մեզանից ինչ է գնում, որ մենք էլ ստանանք, հա? Մենք էլ վերցնենք։ Ինչ մի դժվարություն աշկերիդ փակի ու ասա գնում եմ։ Վերջն է, ել չեմ ուզում տառապեմ, ել չեմ ուզում այս իրավիճակի մեջ ապրեմ, ել չեմ ուզում ուրիշի կարծիքին նայեմ։ Էլ չեմ ուզում, որ ուրիշը իմ մասին ինչ ուզում է խոսա, ինչ բամբասել, ես եմ շատ ժամանակ բամբասում, թող ուրիշը այդ կարծիքի իրան պա, ես ուզում եմ գնամ բժշկվեմ, ես ուզում եմ գնամ Աստծո տուն, ես քրիստոնյա եմ, թող հիմա էլ սա լինի, թող հիմա էլ այսպիսի մի հատ գեղեցիկ շենքում լինի,
Տերը օրհնի ձեզ, փառք Տիրոջը։ Փոխվեց Նեհեմյան եւ նրա կյանքը։ Այո, Նեհեմիային ազատագրեց Տերը, Նեհեմիային բժշկեց։ Այդ կարծիքները մեր կյանքում շատ են լինում։ Ես մի հետաքրքիր պատմություն պատմեմ, սրանից մոտարապես մի 20 տարի առաջ Երևանում ես չէի ծառայում։ Ես քրիստոնյայի փառք Տիրոջը խմբակների էի մասնակցում։ Երևանում գտնվեցինք մենք ընտանիքով 1 տարի եւ իմ ընկերներիցս մեկը ինձ հրավիրեց մեր տանից ոչ հեռու, ասեց՝ «Արի խմբակ գնանք» եւ խմբակում ծանոթացրեց շատերի հետ։ Ես կարող եմ ասել, որ միջին քրիստոնյաների միջինից էլ նույնիսկ ցածր էի։ Խոսքը կարդում էի, գնում էի, բայց ոչ առավել էլի։ Բայց մի երիտասարդ ցնցեց ինձ։ Նրա կամքը, նրա ջանասիրությունը, նրա բառեր չկան, որ ասեմ, նրա սիրտը, ավելի կարևորը նրա սիրտը։ Նրա հայրը շատ ծանր հիվանդ էր, ռակով հիվանդ էր։ Եվ այդ երիտասարդը չգիտեին, թե որովհետև բոլոր տեղերը գնացել էին, հիվանդությունը ընթացքը հիվանդության արդեն հայրը մաշվում էր, հիվանդությունը գլուխ էր բարձրացրել շատ եւ երիտասարդը իմանալով Հիսուսի մասին, թեկուզ մենք շատ ժամանակ փոքրուց իբրև թե գիտեինք Հիսուսի մասին, երիտասարդը իմանալով նա փորձեց գա մեզ մոտ, ընդունեց Հիսուսին, որովհետև նա հասկացել էր, որ այդ ճանապարհ կա, միակ ճանապարհը դա է, նա ընդունեց Հիսուսին Տեր ու Փրկիչ եւ սկսեց աղոթք անել։ Եվ աղոթքի ժամանակ միշտ խմբակում խնդրում էր, որպեսզի իր հայրիկի համար մենք աղոթեինք։ Մի 2 անգամ էլ խմբակի ավակի հետ գնացել էին նրանց տուն, բայց գիտեք ինչ, հայրը թույլ չէր տվել, որ մոտենային նրա անկողնում, որպեսզի նրա համար աղոթք անեին։ Բայց երիտասարդը չէր կորցնում, հույսը չէր կորցնում, որովհետև նա հավատում էր, որ դա միակ միջոցն է, որ իր հայրը կբժշկվի։ 1 տարի, նա ուղիղ 1 տարի խմբակ էր գալիս, աղոթք, եւ վերջում գիտեք ինչ, մի անգամ հայրը թույլ տվեց, որ մոտենան, բայց ոչ թե աղոթեն, այլ ուղղակի նա ասաց, եթե ձեր Հիսուսը հեռուստացույցով ես չտեսնեմ իրան, ես չեմ գա։ Բայց վերջում մահանալուց առաջ նա այդպես էլ չընդունեց Հիսուսին, բայց իր զավակը մինչև վերջ կանգնած էր իր հոր բժշկության համար։ Նա արդեն երբ որ հոգին տալու էր, նա գոչում էր՝ «Տղաս, օգնիր, չգիտեմ, դե արդեն շատերը երևի կպատկերացնեք, թե դա ինչ է, օգնիր, որովհետև տանում են։ Ես խնդրում եմ, օգնիր», բայց զավակը անկարող էր, որովհետև Հիսուսը կամք է տվել մեզ բոլորիս։ Հիշեք, իմ խոսքի այսօրվա թեմայի վերնագիրը՝ մի փորձիր փոխել ինձ։ Զավակը ուզում էր փոխել հորը, որպեսզի հոր մտածելակերպը դեպի Հիսուսին բերեր։ Զավակը ուզում էր փոխել, բայց հայրը չփոխվեց։ Բերեք մի տեղ էլ կարդանք Հովանեսի, մինչև կարդալը ես չեմ ուզում, որ ծանրաբեռնեմ, պատմությունը կպատմեմ Հովանես գլխում, ահա Հիսուսը մի քաղաքից մյուս քաղաք պետք է անցներ եւ պետք է անցներ Սամարիայով, այդ պատմությունն էլ բոլորդ գիտեք, Սամարիայով անցնելուց Սամարացի կնոջ պատմության մասին է խոսքը, իմ սիրած տեղերից մեկն է, եւ ահա ջրորի մոտ նստած Հիսուսը մի կին մոտեցավ, կուժե ձեռքը եւ նրանց մեջ խոսակցություն եղավ, այդ ջրորը Հակոբը տվել էր իր որդուն Հովսեփին եւ խոսակցությունը այնպիսին էր, որ երբ որ դու իմանայիր, թե ով է քեզանից ջուրը ուզում, այդ կնոջից ջուր է ուզում Հիսուսը, աշակերտները չկային, բայց դա պատահականություն չէր, լավ հիշեք, դա պատահականություն չէր, եկել էր Հիսուսը հենց այդ կնոջ համար,
որպեսզի նրա հետ հանդիպում ունենար։ Փոխեր այդ կնոջը։ Փոխեր, ես կարող եմ հենց սկզբից էլ ասել։ Եվ Հովհաննեսի 4-րդ գլխի 25-ից 30-րդ խոսքը։ Կինն ասաց նրան. գիտեմ, որ Միսիան պետք է գա, որ Քրիստոս է կոչում, երբ որ նա կգա, ամեն բան կպատմե մեզ։ Հիսուսը նրան ասաց. ես եմ, որ քեզ հետ խոսում եմ։ Եվ սրա վրա եկան նրա աշակերտները եւ զարմանում էին, որ կնկա հետ խոսում էր։ Մինչ այդ հիշում եք, չէ, որ ասեց գնա ամուսնուդ կանչի, նա էլ ասեց ամուսին չունեմ, ասեց ճիշտ ասեցիր։ 5 հատ ունես, ոչ մեկ քոնը չի։ Ես մեկ խորում եմ, մտածում եմ, ասում եմ, լսեք, ես կինը գիտեք ինչ պետք է աներ, պետք է ասեր։ Հիմա եկել ես չհասկացա ինձ քննադատես, իմ հարցերը լուծես, կթողեր կեթար, չէ։ Մեր մեջ այդ բան կա, ինչ որ մեկը մի բան ասում է, մենք վատ ենք զգում, գնում ենք արժանապատվություն, էլի քիթը, չէ, հիշում եք։ Արժանապատվությունը սկպավ եւ այլն, բայց այս կինը ոչ մի բան չասեց։ Այս կինը հարց տվեց ու ասեց, եւ Հիսուսը նրան պատասխանեց նրա վրա, որ Հիսուսը նրան ասաց, ես եմ, որ քեզ հետ խոսում եմ։ Արդեն նա չէր ճանաչում, չգիտեր, լսել էր մենակ, լսել էր Աստվածաշնչի իրանց գրքից, Տորայից լսել էր, որ պետք է գա։ Ու թե երբ է գալու, ոնց է գալու, չգիտեր, բայց մի խոսք, որ նրա սրտին կպավ, ասեց, ես եմ, Քրիստոսը Միսիան, որ արդեն եկել եմ։ Ներև նրա աշակերտները զարմացան, որ կնկահետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց ինչ ես ուզում, կամ ինչ ես խոսում դրա հետ, կինն էլ իր քուժը թողեց եւ գնաց քաղաք եւ մարդկանց ասաց. եկեք տեսեք մի մարդ, որ ինձ ասաց բոլորը ինչ որ գործել է, արդյոք նա է Քրիստոսը։ Եվ դուրս եկան քաղաքից եւ նրա մոտ էին գալի ժողովուրդը, մի կին, որը ոչ թե փորձեց, այլ փոխվեց։ Շտապելով գնաց, տեսեք, շտապելով գնաց քաղաք, լսեք, եկեք տեսեք այդ անձնավորությունը իմ մասին ինչ ասել է, որ 5 հատ ամուսին է մարել, խայտարակություն, բայց ինքը խայտարակություն չընդունեց, ինքը գնաց ու ասեց ճշմարտությունը, ասեց, որ ես մի անձնավորության հետ եմ հանդիպել, որ իմ ամբողջ կյանքը ռենտգեն արած ինձ տվեց։ Ես հավատում եմ այդ մարդուն։ Ձեզանից ոչ մեկի ճշմարտություն չեմ լսել։ Բոլորդ էլ իմ հետևից խոսացել եք, ասել եք, ես կինն ով է, հələ 1, 2, 3, 4 այն մարդ, հələ 5-րդին էլ առավ, չէ, հələ չհամուսնացավ էլ, բայց ասма տեսեք, իմ մասին ինքը պատմեց։ Ու ճշմարտությունը պատմեց, ու ասեց, կենթանի ջուրը ես եմ, ինձնից ջուր առնողը խմողը երբեք չի ծարավի։ Եվ երեք շարունակությունը կարդանք 39-ից 42-րդ խոսքը, Սամարացիների այն քաղաքից շատերը հավատացին նրան, այն կնկա խոսքի համար, որ վկայում էր, թե ասաց ինձ բոլորը ինչ որ գործել էր։ Արդ, երբ որ սամարացիները մոտ եկան, նրան աղաչեցին, որ իրենց մոտ մնա, եւ 2 օր մնաց այնտեղ։ 2 օր, հիշեք, 2 օր մնաց այնտեղ։ Եվ այն կնկան էլ ասում էին, թե այլևս քո խոսքերի պատճառով չենք հավատում, որովհետև մենք ինքներս լսեցինք եւ գիտենք, որ ճշմարտապես սա է աշխարհի փրկիչ Քրիստոսը։ Սամարիայի քաղաքում այն մարդիկ, ովքեր իրավունք չունեն հրեաների հետ շփվելու, հրեաների հետ ընդհանրապես ինչ որ մի բան վերցնեին, առնեին, բայց Հիսուսը գնաց այդ քաղաքը։ Հիսուսի համար նշանակություն չուներ, նա եկել էր հենց դրա համար, այդ կնոջ հետ հանդիպելու համար, եւ նա եկել էր, որպեսզի այդ քաղաքում ավետարանվեր խոսքը։ Տեսեք, մի կին, մի անառակ կին, բայց խոսքը տարածվեց։ Մի փորձիր ինձ փոխել։ Այդ կինը փոխվեց, ոչ միայն փոխվեց, այլ Սամարիայի այդ քաղաքում մեծ բազմություն, ամբողջ չեմ ասում, մեծ բազմություն փոխվեց։ Նրանց սիրտը դարձավ դեպի Հիսուս
Քրիստոսը։ Ամեն։ 2 օր Հիսուսը 2 օր խնդրում եմ հիշեք։ Մենք ուրիշ պատմություն էլ կնայենք հակառակը։ Հիմա էլ հակառակ պատմությունը։ Ղուկաս ավետարանի 8-րդ գլուխ 33-ից 39։ Բայց նորից կփորձեմ պատմել այդ պատմությունը։ Հիշում եք, երբ որ նավով Գալիլեայից անցնում էին նրանք մյուս ծովի մյուս ափը, եւ ահա այնտեղ գերեզմաններում մի անձնավորություն կար, դևերով բռնված, լեգիոնով, եւ ահա այդ մարդը շղթաներով կապված դիմավորեց նրանց եւ այդ շղթաները անընդհատ փոկում էին։ Պատկերացնում եք ինչ ոչ թե այդ մարդն էր զորավոր, այլ նրա մեջինը թափթփուկներն էին ինչ որ զորավոր։ Բայց տվյալ մարդը անախորժություն էր բերում ամբողջ քաղաքի համար, որովհետև դևերն էին բերում անախորժություն այդ մարդու միջոցով։ Շատերը վախենում էին, որ այդ ճանապարհով անցնեն։ Եվ ահա Հիսուսը եկավ եւ հարցրեց, ասեց, երբ որ այդ մարդուն տեսավ, ասեց, ինչ ես ուզում։ Նա ոչ մի բան չպատասխանեց, որովհետև նրա փոխարեն դևերն էին խոսում։ Եվ ահա դևերը պատասխանեցին. Քեզ ինչ, Հիսուս, որ եկել ես, ինչ ես ուզում մեզանից։ Ինչ ես ուզում մեզանից։ Եվ ահա Հիսուսը հրամայեց, որպեսզի դևերը դուրս գան եւ նրանք խնդրեցին, որ անդունդը չգնան, այլ խոզերի մեջ մտնեն, լավ էլ տեղ էին գտել եւ այդ խոզերի երամակը անդունդից դեպի ծովը իրենց գցեցին մոտարապես 2000 խոզ։ 2000, պատկերացնում եք տվյալ մարդու մեջ ինչքան դևեր տեղավորված։ Ապաստան գտած, իրանց համար կոմֆորտնի են զգում, բայց այդ մարդը կոմֆորտնի չէր զգում իրան։ Հիմա կարդանք 33-ից 39 խոսքերը։ Դևերն էլ այդ մարդիցը դուրս եկան, խոզերի մեջ մտան եւ երամակը այն գահավեժ տեղից վազեց ծովակի մեջ եւ խեղդվեցավ։ Խոզարածներն էլ որ տեսային այս եղած բաները, փախան եւ գնացին քաղաք եւ ակարակների մեջ պատմեցին։ Դուրս ելան այն եղած բանը տեսնելու եւ Հիսուսը մոտ եկավ եւ նստած գտան այն մարդուն, որից դևերը դուրս են եկել, հագած, զգաստացված, այն ժամանակ պատրված հագուստով էր, հագցրել էին սիրուն, գեղեցիկ, լվացել էին Հիսուսի ոտների մոտ եւ վախեցան։ Ինչից։ Ինչեւ էին վախենում։ Պատրված հագուստով, կեղտոտ, կարող եմ նույնիսկ մերկ, անթերաշ, անպլաշ, հիմա գեղեցիկ հագնված Հիսուսին, լավ Հիսուսին չեն ճանաչում, բայց ինչ որ մի անձնավորության ոտքերի տակ նստած էր, խելոք, սիրուն, հագնված, խոնար, եւ վախեցան տեսնելով, եւ նրանք էլ որ տեսել էին, պատմեցին նրանց թե ինչպես փրկվեցավ դիվահարը, ովքեր տեսել էին այդ գործողությունը, այնցեւ կուզենա ես էլ տեսնել էդի։ Եվ գադարացիների շրջակայքի բոլոր բազմությունը, լսեք ուշադիր, խնդրում եմ։ Գադարացիների շրջակայքի բոլոր բազմությունը աղաչեցին նրան, որ իրենցից գնա, որ մեծ ահով բռնված էին, նա էլ նավ մտավ, ետ դառավ։ Սամարիայի քաղաքում սամարացիները խնդրեցին 2 օր Հիսուսին, հրաշք չկար այնտեղ։ Մի կին գնացել էր, լավ ասենք սենց գնացել էր բամբասանք էր տարել, գիտեք ինչ սենց մի մարդ ինձ մասին 5 ամուսնուս մասին եկավ պատմեց, բամբասանք։ Ու եկեք տեսեք, այդ մարդն է թե չէ Միսիան, այդ մարդն է Հիսուս Քրիստոսը։ Բոլորն եկան, պատմություն լսեցին, հավատացին, խնդրեցին Հիսուսին. Հիսուս, արի մենք ցանկանում ենք քո հետ շփվենք, արի ու ցանկանում ենք, որ դու խոսաս, մենք լսենք Աստծո արքայության մասին, քո մասին, ուզում ենք 2 օր։ Իսկ այստեղ եւ Հիսուսը նավը մտավ եւ դառավ։ Այն մարդն էլ, որից դևերը դուրս են եկել, նրան աղաչում էր, որ նրա հետ լինի, բայց Հիսուսը արձակեց նրան եւ ասաց. «Դարձիր քո տունը եւ պատմիր ինչ որ Աստված քեզ արավ»։
Եվ նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքում, ինչ որ Հիսուսը իրեն արավ։ Ահա խնդրեմ։ Թույլ չտվեցին Հիսուսին, Հիսուսն ասեց՝ լսի, գնա պատմի։ Իրանք քեզ տեսել են անցյալում եւ հիմա ներկայում։ Գնա գոնե իրանց դարձի բեր։ Ես չկարողացա։ Տեսեք ինչ հետաքրքիր է, չէ՞։ Մի բազմություն, միտեղ մի կին փոխեց։ Շատ-շատերը փոխվեցին մի պատմության մեջ, մյուս տեղում մի հրաշք եւ ինչ կատարվեց, ամբողջ քաղաքը դեմ կանգնեց Հիսուսին։ Մենք դրա մասին մի քիչ առաջ խոսացինք։ Շատ ժամանակ մարդիկ խավարը սիրում են։ Լույսը երբ որ գալիս է, երբ որ մարդը այդ լույսի մեջ հոգևոր, երբ որ մարդը այդ լույսի մեջ չի անցել, խավարը ավելի սիրելի է նրան։ Լույսը չի ցանկանում, լույսը ոնց որ կուրացնում է։ Գիտեք ինչ մի փոքր պատմություն պատմեմ, չգիտեմ, գիտեք թե չէ, հնում հանքահորերում ձիեր էին աշխատացնում։ Ձիերը օգնում էին, որպեսզի հանքից դուրս բերեին ածուխը կամ երկաթը, հումքը, երկրի ընդերքից ստացված հումքը։ Ամենահետաքրքիրն է, որ ձիերը նույնիսկ ծնվում էին այնտեղ։ Եվ նրանք չէին էլ տեսնում լույսը։ Եվ նույնիսկ սատկում էին կամ մահանում էին այդ ձիերը նույնիսկ այնտեղ։ Պատկերացնում եք թաղում արարողություն եւ այլն, կամ լեշը ձիու բարձրացնում էին երկրի վրա։ Այդ ձիերը չէին տեսնում, նրանք մթության մեջ էին։ Այդպես էլ մարդկայինն է, որ շատ ժամանակ հոգևոր լույս չեն ցանկանում տեսնել, այլ խավարը ավելի գերադասելի է լինում մարդու համար։ Ամբողջ քաղաքը դեմ կանգնեց լույսին, ասեցին գնա մեզանից, մենք ցանկանում ենք խավարը ավելի շատ, քան լույսը։ Մի փորձիր փոխել ինձ։ Բայց շատ կարևոր մի բան ասեմ ձեզ։ Այս կյանքում տեսեք, կարող է փորձեք ինչ որ մեկին փոխեք։ Իմ կինս իմ հետ շատ աշխատանք կատարել մի քանի տարի, չի փորձել։ Հետո Սուրբ Հոգին իրան ասում է, գիտես ինչ, մի փորձի, թող, այդպես էլ թող մնա, ինքը գալու է մեկը, ինքը իմն է։ Բայց մի փորձեք ուրիշին փոխեք, զգույշ եղեք, որ աշխարհը ձեզ չփոխի։ Շատ կարևոր բան է, զգույշ եղեք, որ աշխարհը ձեզ չփոխի, որտեղ այդպես էլ է լինում։ Ղուկաս ավետարանից մի ուրիշ տեղել եմ ուզում կարդամ եւ կարող է սահմանափակվենք դրանով։ Հիսուսը Երիքովի միջով պետք է անցներ գար Գալիլեա, բայց անցնելուց ահա մի անձնավորություն փոքր ճլտուզ մեծ տարիքով մի անձնավորություն ցանկանում էր Հիսուսին տեսնել։ Զաքեոսի մասն եմ ուզում պատմեմ։ Դե փոքր ինչի, ես ազգականներ ունեմ, փոքրիկ, գիտեմ, որ ասենք ժողովրդի մեջ կանեն, իրան պետքա բարձրացնես։ Զաքեոսն էլ մտածում էր, ասում էր, եթե Հիսուսն աստնի, եթե ինչպես պետքա ես տեսնեմ։ Եվ ահա իմաստուն մարդ բարձրանամ ծառը։ Մեկը ճանապարհը մեկն է, կենտրոնական Մաշտոցի փողոցը ստեղ է անցնում։ Հիմա կտեսնեմ, բարձրացավ ծառը, եւ Հիսուսը անցնելուց ինչ ասեց. Զաքեոս, ինչի եղբայրս, այսօր քո տան մեջ ղոնախ եմ լինելու։ Այսօր ես գալ եմ քո տուն, իսկ Զաքեոսն ով էր, գիտեք։ Մի մեղավոր անձնավորություն։ Հենց ինքը Մաթեոսն էր, Մաթեոս ավետարանիչը, հենց ինքն էր այդ մեղավոր անձնավորություններից մեկը, նալոգավիկ էր։ Ժողովրդից բաներ էին վերցնում, գումարներ էին վերցնում, պետության տուրքերի համար եւ այլն, իսկ Զաքեոսը ավելի բարձր պաշտոնի վրա էր։ Բայց Զաքեոսը շտապ իջավ ներքև, իջավ ինչի համար, որովհետեւ այն ինչ որ լսել էր, չէր տեսե, հիմա տեսածը գալիս է իրանց տուն։ Մեծ ուրախությամբ էր ցանկանում ընդունել։ Գիտեք ինչ ասեց։ Եվ Զաքեոսը 10-րդ գլուխ 8-ից 10-րդ խոսքերում Զաքեոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասաց. Տեր, ահա իմ ինչքերի կեսը աղքատներին կտամ։ Իր տուն եկել է ով Հիսուսը։ Ու փորձեք պատկերացնեք, հա, Հիսուսը ասել է երազում։
Ինչ չեմ ասում, ինչ որ մեկը մարգարեացել է ձեր համար, այ երազում եկել ասել, աղջիկ ջան, վաղը քո տուն եմ գալու։ Բայց սրբվիր, մաքրվիր, փոխիր ինքդ քեզ։ Ում հետ վատ հարաբերությունների մեջ ես, շտկվիր։ Ում վնաս ես հասցրել, թե ֆիզիկապես, թե հոգևոր, թե ֆինանսապես, շտկիր բոլոր հարաբերությունները, վաղը քո տուն եմ գալու։ Ինչ եք կարծում, ինչ կլներ։ Այ հիմա էսա, ինչքան, ինչքերի կես աղքատներին կտամ, եւ եթե մեկին զրպարտությունով զրկել եմ, 4 պատիկ կվճարեմ։ Հիսուսն էլ նրան ասաց, թե այսօր, էլի կարևոր տեղեր եմ ուզում կարդամ, թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա է Աբրահամի որդին։ Շատ կարևոր տեղ է, ուշադրություն դարձրեք, որովհետև մարդի որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածին։ Տեսեք ինչ, ես խոսքը, որ ես մի բառը որոնե, երբ որ լսեցի, ես հասկացա, որ Տերը իր կյանքը տվել է բոլորիս համար, բայց ինքը որոնում է։ Մի ամբողջ քաղաք դեմ կանգնեց իրան։ Ինքը որոնում էր իրանց էլ, իրանց համար էլ էր եկել, դեմ կանգնեց։ Գիտեք, մեզ ինչա պետք։ Մեր սիրտերը միշտ բաց լինի Տիրոջ առաջ, Տիրոջ համար։ Տերը, որ բնակություն հաստատի այստեղ։ Զաքեոս, քո պատմությունը գրվեց ավետարանում։ Զաքեոս, դու հավատացիր Հիսուսին եւ քո տան մեջ փրկություն եկավ։ Դու մարդկանց հետ քո փող հարաբերությունները շտկեցիր։ Դու փոխվեցիր եւ փոխվեց քո ամբողջ կյանքը։ Գիտեք ինչ, ձեր անունները դրեք։ Կազմեք 4-5 նախադասություն, ձեր անունները դրեք։ Ու այդ տողատակերի մեջ պլյուս մինուս արեք։ Երբ որ սկսում եք փոխվել, պլյուս դրեք, 5 հատ պլյուս դրեք, 5 աստղ թող լինի, բայց այդ փոփոխությունը ձեր հոգում, դուք ձեր աչքերում կբարձրանաք, որտեղ դուք ձեր մեջ Հիսուս ունեք կրող, դուք կրում եք Հիսուս, երբ որ դուք բարձրանաք, կբարձրացնեք նաև Հիսուսին։ Եկեք ոտքի կանենք։ Տեր իմ Աստվածաշեն, մենք ամեն մեկս էլ մի ճանապարհ ենք անցել, որտեղ դու փոխել ես մեզ։ Մենք մեր սիրտը քեզ ենք տվել, մենք մեր էությունը քեզ ենք տվել։ Մենք ճանաչում ենք քեզ քո գրված խոսքի միջոցով։ Մենք կարդում ենք, մենք լսում ենք, մենք ավետարանում ենք մյուսներին էլ, որպեսզի նրանք էլ քո լույսը տեսնեն եւ փոխեն իրանց էությունը, դարձի գան դեպի քեզ։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված ամեն ինչի համար, որովհետեւ դու ես մեր ամենը, դու ես սկիզբը եւ վերջը։ Մենք մեր սկիզբը չգիտենք, Տեր իմ Աստվածաշեն, բայց մենք ցանկանում ենք, որ մեր վերջը քեզ հետ լինի, որ մենք չփոխվենք, եթե նույնիսկ դժվարությունների մեջով էլ անցնենք, մենք հավատում ենք, որ դու մեզ հետ ես լինելու եւ կաս, խնդրում ենք օգնի, որպեսզի քեզանից անբաժան լինենք, Տեր իմ Աստվածաշեն, քո հետ լինենք, գոհանում ենք Տեր իմ Աստվածաշեն ու փառավորում ենք քո սուրբ անունը։ Հալելույա, ամեն։